անեն, դաժե եթե նման բան ուզենան անեն ծծերի նկատմամբ, այսքանի ատելությունից հանդերձ տանեն, դեղալացեն, թուլցնեն, խմցնեն, ես վերջում դնեն, պղծեն ու խայտը, ես դրան դեմ եմ։ Ես դրան դեմ եմ, դա բոզի տղություն է, դա կապ չունի, ով է, եթե դաժե տես բան ուզենան անեն Գասպարյան Վովայի աղջկա նկատմամբ, ես դա էլ թույլ չեմ տա։ Կզանգեմ այդ բոզի տղուն, կասեմ ագարկա աղջկա տերերի, ուզում են տանեն ծծցնեն, պղծեն։ Բաներ կա, որ իմ կողմից կատեգորիկ ընդունելի չի։ Ու դրա մասին ես միշտ ասել եմ, արտահայտվել եմ։ Իմ գոլեգաները MVD-ում աշխատած ժամանակ ասում են դեղը քցենք, բռնենք, ասել եմ ոչ, ես դեմ եմ։ Գնացեք 7 օր մի քնեք, որ տվեք, հիմքով բռնեք, տարեք ծծցրեք, բայց տանել քցել դեղ, ես իմ ինժեվալ ես դրան դեմ եմ, ես չեմ սիրում մարդի գլխին սարքել։ Ա հիմա էս հանրային ակտիվ դեմք այդ ընկերուհին Ինգեր Արյանան, պիտի կատարի հետևություններ։ Սրանից հետո պաշտպանի Սերժ Սարգսյանի ճամբարի ներկայացուցիչներին, թե ոչ։ Իսկ ինչ վերաբերում է այլ մի ընկերուհուն, ես հորդորում եմ գնալ եւ հաղորդում տալ կամ բացատրություն կամ ցուցմունք քննչական կոմիտեում, ինքեր հաճելի մարդու մոտ, կամ հետո բանը ինչն է, կենտրոնի բաժին։ Շիրակի մարզպետ Դավիթ Արուշանյան։ Չգիտեմ ինչ ասեմ, տոլի փաստաթուղթը դրել ենք։ Ով այս մարդը։ Այս մարդը ունեցել է եւ ունի туриզմի բիզնես, անի տուր, որը որ հիմնականում ժողովրդին տանում է Թուրքիա։ Ինչ է տարկիր բան ստացվում։ Երբ որ հայերն են գնում Թուրքիա, դրա մասին մենք միտինգ չենք անում։ Բայց երբ որ 1-2 թուրք հայտնվում է Երևանի կաֆեներում, տուրիստ նստած բան կոֆե են խմում, ես միշտ նկարում ղրգում եմ, տեսեք Երևանում թուրքեր կան։ Դուք եթե մեկ Թուրքիա, թուրքերն պիտի գան Երևան։ Այդ իմաստը որն անգնել հիստերիայի մեջ։ Մի գնացեք, փակեք ճանապարհը եւ վերջ։ Так, ուրեմն օրերս Հայաստանի Հանրապետության ՊԿ Պետական եկամուտների կոմիտեն ստուգումներ է իրականացրել անիտուր կոչված ընկերությունում։ Թղթերը դրել են Telegram կանալ, որ մի հատ բոզի տղա հանկարծ չասի, այդպես բան չկա։ Եվ տուգանել են 300,000 դրամով։ 300,000 դրամ տուգանվել է Հայաստանի Հանրապետության ՊԿ կողմից։ Ինքն էլ չինովնիկ է։ Ուրեմն բողոքարկել են այս 300,000 դրամի փաստը բողոքարկման հանձնաժողով։ Եվ բողոքարկման հանձնաժողովը շատ կոպիտ ձևով բավարարել է սրանց բողոքը ու կոպիտ ձևով պատասխանել է օպերներին, որ ախպեր դուք всё-таки ղախպա եք եղեք, նու սա է միտքը, գնացել եք մեր անուշ աղբորը ու գանել եք։ Ես նախորդ իմ հաղորդման ժամանակ էի խոսում, որ երբ որ ինքս եղել եմ օպեր, բավական երկար տարիներ, եւ շատ լավ գիտեմ, թե դա ինչ ծանր աշխատանք է։ Ավելի ծանր, քան քննիչի գործը։ Քննիչի գործը ունի թուղթ թանակի հետ, գրիչի հետ, քերական դատավարության եւ քերորի հետ, վերջացավ։ Գրի ջնջի գրի, գրի ջնջի գրի, բրծավ։ Բայց այդ որ ինքը պիտի գրի ջնջի, այդ գրել ջնջելու հիմքերը տալիս է օպերը։ Այն ժամանակվա այդ օրենսդրությունը մի փոքր ավելի ուրիշ էր, հիմա քակին ծռին պրին մեջը։ Հիմա մի քիչ էդ ուրիշ է, բայց օպերից էր կախված։ Ինչ ձև կբացահայտվի, ինչ ձև ինֆորմացիան կբերի եւ գործը կբերի։ Եվ մեր համար, օպերատիվ բլոկի համար, մեծ ցավ է, երբ որ գնում ես, աշխատում ես, չես քնում, տանջվում ես, բռնում ես, ու հանկարծ քո վերադասը դա ջրում է։ Ջրում է շատ վատ ձևով։ Աստված էլ մի արարցեք, եթե արանքում կա գործակալ կամ վստահված անձ, ում բնականաբար մատուցած կամ տրամադրված ինֆորմացիան պիտի լինի շնորհակալ, որտեղից, քո անձնական գրպանից։ Այդ դեպքում, հակառակ դեպքում երկրորդ անգամ դու ինֆորմացիա չես ստանա։ Այդպեսին է։ Եվ հիմա այս խեղճ պեկի օպերները գնաց է, տանջվել է, քրքրվել, ծակրտվել, թիքաթիքայնել է, կեղտ են բռնե, 300,000 դրամ տուգանել են, պետական պաշտոնյա է, չէ՞, պիտի տանել վճարեր, մարզպետա, դեպուտատ, միջև այդ։ Բայց մարդ ասելա չէ, ես 300,000 դրամ չունեմ պետությանը տալու, բողոքարկել է, եւ այսպես կոչված Նիկոլի ՊԿ ասելա լավ ախպեր ջան, դու մեր ախպերն ես, հարց չկա, ճղի գցել են, կողեմ տուգանք։ Բայց հիմա առաջանում է մի հատ ուրիշ հարց։ Ուրեմն օգոստոսին
Սույն թվականի օգոստոսին 8 միլիոն դրամ, երբ որ ես ղախպի տղեն եղել ոչ Գյումրիում, 8 միլիոն դրամ փողա լափե Գյումրի գարեջրի փառատոնից, որից 6 միլիոնը տվել են հաղորդավարին։ Այն ռեինկարնացիա էր, ես մինչև որ դրանց բերին երկսվեն ինչ արի, 6 միլիոն դրամ փող են տվել իբր թե հաղորդավարին, այդ որ մի այդ հարսանիքի ամենաթունդ հաղորդավարն է 1.5 միլիոն վեկալը 2 միլիոն, 6 միլիոն, այդ ինչ խերա խաբարա, հակակոռուպցիոն կոմիտեն խիչ չգնացե, բա ստուգել ասմյա թելարի հաղորդավար, քեզ 6 միլիոն փող են տվել։ Կամ Ռիշկովի ալեյա կա, ոնց որ մեր հյուսիսային պողոտան։ Մթոմ ընկեր Դավիթ Արուշանյանը իա ջեբից հա ատեղի լուսավորությունը քաշե, ստի տուն ու տեղը Ռիշկովը Նիկոլայ իա եղած չեղածը դնի այտենց բանանողի բենի մեջ, թե դու քո ջեբից ես դարե, գանդոն։ Սա է Նիկոլի սաստավը, էսա Նիկոլի թիմը, Նիկոլի կողակիցները, ոնց կարան պետությանը ծծցնեն, բայց երբ որ իրենց պետությունը բռնում է քակութելու վրեն, եւ դու գանում ես, այնք չունեն դու գանք վճարելու, չունեն։ Իսկ ինչ վերաբերվում է Գյումրի քաղաքապետին, ասում է Գյումրի քաղաքապետ Սարիգը դարավ ԿՊ։ Եվս մեկ ապացույց ԿՊ-ի որակի եւ պատկերի մասին, մարդ ով եղել է ԲՀԿ, ՀՀԿ, Լուսավոր Հայաստան, օրինաց երկիր, հիմա էլ ԿՊ։ Վաղը ԿՊ-ին մենք կդնենք դագաղը, այս մարդը կետակը կդառնա ՑՑ։ ՑՑ-ն կմտնի դագաղը, կետապը կդառնա ՊՎՑ։ Հետո կետապը կդառնա ԱԱՑ, հետո ԲՏ, ու սենց ինչքան կուսակցություն եկավ մինչև խոր ծերություն, եթե կյանքի այս փուլում արդեն այս մարդը 5-րդ, 6-րդ կուսակցության անդամնա դառնա, ես պատկերացնում եմ 70 տարեկան հասակում Սարիկ Բոզի տղեն, գործ տվող ղախպի ծնունդը, էլ երևի ես չգիտեմ։ Ու գիտեք ինչն է հետարքիր, որ ինքնասիրություն ունեցող մարդիկ, եթե նորմալ կուսակցականներ են, նորմալ պետական գործիչներ էին, այս մարդուն չէին դարձնի ԿՊ։ Այնտեղ հարց կբարձրանար, կասեին Նիկոլ, կեղծ կովիդ Բոզի տղա։ Այս մարդը եղե ԲՀԿ, ՀՀԿ, օրինաց երկիր, Լուսավոր Հայաստան։ Լավ, մեկ-երկու կուսակցություն հասկացանք։ Okay։ Սա արդեն 5-րդն է։ Ո՞նց եք դուք ես մարդուն սարքում կուսակցական։ Քո կուսակիցները, որոնք որ քո հետ քալել են, ծծել են, թքել են 6 տարի շարունակ, դու այդ սաղ մարդկանց ասեցիք չէ։ Դուք չեք կարող դառնալ Գյումրվա քաղաքապետի տեխնացու, բայց այս անկուսակցական գործ տվող մարդկանց գլխին սարքող Բոզի տղուն բերեցիր, սարքեցիր քո տեխնացու եւ դու հույս ունես, որ այս ղախպի ծնունդը հաղթելու է։ Դու հույս ունես, որ նամուսով լեննականցին պիտի էթա ասոր ձեն տա, հա, գձերի ձենյան ապրողը։ Դու հույս ունես, որ ասենց մարդը, ով իա կողիների գլխին սարքելա, բռնելա տվե, վարկաբեկելա, որ տեսեք ասիկ նարգամանն է, այս մարդուն էդնու նարգամանի ընտանիքը, շրջապատը, միջավայրը, որ սաղ աշխարհում է կարիք խաղար խայտարակ։ Պիտի գնա սրանց ձեն։